Ռուսաստանի Դաշնությունից, Չեռնոգորիայից ու Սերբիայից ստացված փորձագիտական եզրակացության արդյունքներով Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող Telegram ալիքում հրապարակված սկանդալային տեսագրության բովանդակությունը կեղծված է։ Բոլոր փորձագետներին տրվել է նույն հարցը։ Արդյոք տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Պատասխան. Տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված հացանցյալներ են եւ չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ։ Ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Արդյոք տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով։ Արդյոք ձայնագրությունն ու բովանդակությունը չի փոխվել։ Սրբազանի պաշտպանը միջազգային փորձագետներին 7 հարց է ուղղել։ Բոլոր հարցերի պատասխաններն ըստ պաշտպանի նմանատիպ են նվազագույն տարբերությամբ։ Այս փաստերի համակցությունը թույլ է տալիս պնդել, որ բոլոր տեսագրությունները ստեղծվել են արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ եւ ենթարկվել հետագա մշակման, ցածրորակ փաստագրական նկարանման տեսք տալու նպատակով։ Սա էլ շատ կարևոր հանգամանքներից մեկն է, որ ուզում եմ առանձնացնել։ Այսինքն սկզբից, երբ որ ստեղծվել է, եղել է ավելի բարձր որակի, եւ հետո, որպեսզի տպավորություն թողնվի, թե տեսագրությունները իրականում վատ կամերայով կամ վատ որակի արված տեսագրություններ են, արհեստականորեն հնեցվել է կադրը։ Տեխնիկական մի քիչ երևի օգտագործեց, իսկ ուղղակի հնեցում են արել կադրի, տենց են ասում։ Որակը գցել։ Որակը զրկել են։ Արշակ Սրբազանի պաշտպանի պնդմամբ քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում հենց Մայրաթորի դիվանապետն է։ Փորձագետն ասել է, հավանաբար Արշակ Սրբազանն է, սակայն կոմիտեն միշտ այդ հավանաբար բառը հանում է, ասում է Արսեն Բաբայանը։ Փաստաբանը տարօրինակ է որակել միջազգային փորձաքննությունների արդյունքներին ծանոթանալուց հետո քննչական կոմիտեի հայտարարությունը։ Կոմիտեն նշել էր, որ քրեական դատավարությունից դուրս իրականացված փորձաքննությունները ապացուցողական նշանակություն չունեն։ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց օրինական հավաքներին մասնակցել է խոչընդոտելու կամ հարկադրելու եւ ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով մեղադրվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ arczepiskopos Պրոշյանի գործով նիստը։ Նիստին տուժողի կարգավիճակով մասնակցեցին կարգալույծ արված նախկին քահանաներ Արամ Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը։ Հանրային մեղադրողի խոսքով տուժողների հարցաքննությամբ ու ձեռք բերված ապացույցներով մեղադրանքը հաստատվել է։ Ապացուցվում են մեղադրին վերագրվող հաստական հանգամանքները, ուրեմն այդ քրեական ակերևականությունը մեղադրյալների կողմից արարքը կատարել։ Պատկերացնենք պայմանական ասած 10 ապացույց կա մեղադրանքի եւ 14 ապացույց կա արդարացման։ Մեղադրանքի կողմը 14-ից 3 արդարացնող կցում է, մնացածը մեղադրել։ Այս պայմաններում, եթե դատանությունը արտում է, իդեալական արդար որոշումը պայմանական, դատական համալինի մեղադրական է։ Բայց եթե ամբողջության մեջ դիտարկել մյուս ապաստների, արդարացման դեպքում։ Հիմա մենք ոչ թե պետք է եղածնի շրջանակում փորձենք արդարադատություն իրականացնել, այլ ընդհանրապես օբյեկտիվ իրականության մեջ պետք է արդարադատություն իրականացնել։ Դատարանը բավարարեց Մկրտիչ Սրբազանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրեց այցելել Ատամնաբուժարան։ Կիրակի օրերին եւ եկեղեցական տոներին պատարակներին մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի հաջորդ նիստին։ Ավստրիայում կայացած եպիսկոպոսաց հավաքից հետո ամփոփիչ հայտարարություն է եղել։ Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնել եկեղեցի պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ եւ վտանգավոր այս իրադրության մեջ կոչ է անում Հայաստանի իշխանությանը դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, հարգել դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծ ու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր ամենայն հայոց հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին ու ազատ արձակել կալանավորված 4 սրբազաններին, քահանային ու եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին։ Հավաքի մասնակիցները դիմել են նաև խոտորյալ 8 սրբազաններին, հորդորելով նրանց ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից։ Փաշինյանին միացած Հովնան arczepiskopos Տերտերյանը նույնպես միացել է ամենայն հայոց կաթողիկոսին աջակցող այս հայտարարությանը։ Եվս մեկ ցավալի լուր։ Մահացել է Տեր Տաթև arczepiskopos Սարգիսյանը։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբանը վախճանվել է երկարատև հիվանդությունից։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։